Ethno-colors-ին էինք դիտում եւ ունկնդրում, բայց երաժշտական թեմայից հեռու չենք գնում։ Ազգային երաժշտության սիրահարներն արդեն կարող են վայելել հերթական հետաքրքիր մշակումը։ Նուշ խումբն է մեր տաղավարում, կա նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի մեր եթերում մի քանի րոպեից։ Մեր տաղավարում են Լուսինե Մարդանյանը, Սմբատ Կիրակոսյանը եւ Կիմ Գաբրիելյանը։ Բարի լույս։ Եվ նշեմ, որ այս երգը, որ լսեցինք, դա Ethno-colors խմբի երգը չի, դա համշենահայ Մելուսոս խումբն է։ Նրանց կատարումներ։ Այո, նրանց կատարումներ, բայց հեղինակը իրենք չեն, Թուրքիայից համշենահայ խումբ է շատ։ Եվ ես վերջերս առհասարակ մեծ հետաքրքրություն է դեպի բարբառներ եւ բարբառը։ Ինչ կարող եք ասել։ Կիսում եք, չեք կիսում։ Որտեղից այդ հետաքրքրությունը։ Ես կուզիմն եմ լսել համշենահայերենը ու շատ ինձ դուր եկել այդ երգը, բայց էլի Կաթիլից չեմ Կաթիլ բենդից չեմ։ Հա, չեմ հիշում։ Ալեքսանդրապոլից։ Այո։ Ումից։ Ալեքսանդրապոլ օրկեստրայից առաջ անգամ կուզեմ լսել։ Փողային գործիքներով։ Բայց ցավոք սրտի ականատես եղանք մի քանի անգամ նախկինում, որ Ethno-colors-ի տեսահոլովակները բլոկում էին տարբեր հարթակներում, Թուրքիայի կողմից եւ ոչ միայն։ Դա սովորական բան է, լավ է։ Դե բայց մարդկանց աշխատանքը ջուրներ լցվում շատ է տխրում։ Լավ, անցնենք Անուշ Նուշին։ Ինչու Նուշ։ Նուշ եք սիրում բոլորդ։ Ասացիք պատասխանը, բայց լուսինեք պատմի։ Անուշ այդ բառը իմ ձայնով լսում էր, ասում էր շատ անուշ ձայն ունես, ու այդպես այդ նուշը ոնց որ բառը։ Անուշից Նուշը մնաց։ Բայց երբ է ձևավորվել խումբը, մի քիչ եկեք խոսենք խմբի մասին, ինչպես է ծնվել խումբը, ոնց եք հավաքվել, որտեղից եք իրար ճանաչում եւ ոնց որոշեցիք ինչ եք երգելու։ Դե ես ու Լուսինեն ակուստիկ նվագում էինք, էլի հայկական ժող երգեր էինք փոխում, տենց ակուստիկ ֆորմատով նվագում էինք, բայց հետո հասկացանք, որ պետքա ոնց որ գործիքները ավելանան, ու տենց տղեկին գտանք, սկսեցինք տենց իրար հետ Սմբատին Կիմն է գտել։ Սմբատը կորացել, Կիմը գտավ, Սմբատը հիմա կա։ Դե մենք Facebook-ով ոնց որ հայտարարություն ենք գրել եւ Սմբատը արձագանքել էր եւ եկավ հետո Բոլոր հայտնի խմբերը այդպես են սկսել, դրանով Facebook չկար, մարդիկ թերթում հայտարարություն, Ջեյմս Հետֆիլդը հայտարարություն էր գտել, Արսուլիկի հետ գրել եւ Մետալիկա հավաքվեց։ Հիմա դուք Facebook-ում հայտարարություն գրեցիք ու գտաք Սմբատին։ Սմբատին տենց գտանք, լյովին Լուսինեն ճանաչում էր Թումոյից։ Ես Թումոյից մենք իրար հետ նվագել ենք արդեն, ես Թումոյից արդեն երգում էի։ Դուք Թումոյում երգել եք Թմբատախմբում։ Թմբատա խմբում չէ, բայց ուրիշ խումբ կար։ Թմբաթայից առաջ մի քանի խումբ կար Թումոյում, Զուգահեռ, բայց Սմբաթան է սպային են խումբը, որ բոլորը հիշում են։ Բոլորը ճանաչում են։ Այո։ Հա, բայց Արիքին բարևներ, Ջեմ։ Այո։ Թմբաթայում չեմ եղել, բայց մենք ուրիշ բենդում ես ու Լյովը իրար հետ նվագում ենք ու ինքը ես արդեն ճանաչում էի որպես լավ բասիստ ու Ոչ, ինչպես որոշեցիք, որ էլի հայկական ժողովրդական ազգագրական երգեր եք երգելու։ Դա իրականում Լուսինեն էր, որ այդ ոչն առաջարկել, որ մենք ակուստիկ նվագում ենք, հետո փորձում ենք ամեն մեկս մեր սիրած ոճերից ինչ-որ բան բերենք ու ոնց որ մեղեդին փոխենք նենց, որ մի քիչ մոդեռն ֆոլկի մեջ լինի։ Բայց ֆոլկ է դա, այսինքն բոլոր երգերը, որոնք այս պահին կատարում եք, դա ժողովրդական երգեր են։ Հեղինակային չունեք։ Ունենք հեղինակային, 1-2 երգ այս պահին, մնացածը դեռ ամբողջական չի, ընթացքի մեջ է գրում ենք։ Իսկ հեղինակայիններն է նման այդ ոչին ժողովրդական երգի եւ ապագայում կարող է դառնալ, չէ՞ որ յուրաքանչյուր ժողովրդական երգ ունեցել է հեղինակ, որքի Կամ հայտնի։ Չէ, անգամ միգուցե անգամ հայտնի, բայց երգը, չգիտեմ, դառել է ժողովրդական, որովհետեւ սիրվել է, երգում է։ Երգերը շատ պատմություններ են այս պահին մեր գրած երգերը։ Մի երգ ունենք, որը Նուշի էջով չենք թողարկել, բայց հույսերը երգի անուն է ու վերջերս ենք այդ երգը թողարկել։ Ու այդ երգը ես 20 թվականին եմ գրել ու ինքը ոնց որ իմ մտքում ինչ որ պատմություն է, որ ամեն մեկի կյանքը այդ պահին ինչ որ ձև նկարագրում է։ Պարզը։ Այս պահին Զարան ունի առաջ։ Այս պահին այո, գնում ենք գիտենք գովաստ, վերադառնանք, պրեմիերան անենք եւ խոսենք պրեմիերայի մասին։
Համաձայն եք։ Գովաստ հետո բայց վերադառնալու ենք, ասել ենք ինչ-որ խելոք բան ու պրեմիերա։ Խելացի միտք ենք հայտնելու եւ գնանք պրեմիերան Այս պահին Գովաստ Շանթի եթերում շուտով պրեմիերա, համաշխարհային պրեմիերա Շանթի եթերում։ Վերադարձանք Գովազդից։ Այո, վերադարձանք եւ ինչպես խոստացել ենք, հիմա գնում ենք դիտենք պրեմիերան։ Գողթան մանկտիկ է կոչվում ստեղծագործությունը, YouTube-ում արդեն հասանելի է։ Իսկ այս պահին նաեւ մեր հեռուստադիտողների համար հասանելի կլինի։ Նուշ խումբ, Գողթան, Մանկտիկ, ինչ է դա նշանակում։ Փոքրիկներ, երեխաներ։ Մանկտիկ։ Գողթանի երեխաներ։ Գողթանի մանուկներ։ Այո։ Դու փաստորեն Գողթանի բարբառը ինչպես է ճկույտ Գողթանի բարբառը սարը։ Չգիտես։ Լավ, օքեյ։ Գնացինք դիտելու Նուշ Հոլովակը։ Գողթան մանկտիկ։ Գնացինք։ Լավաշ տեսահոլովակ է։ թխելով սկսվեց, գրքեր հավաքելով ավարտվեց։ Սա է մեր իմաստը եւ սա իսկապես շատ կարեւոր է։ Շնորհակալություն, շատ գեղեցիկ էր։ Որտեղից գտակ երգը, ում գաղափարն էր, որտեղից եք լսել։ Հայրիկ Մուրադյանի գրառած երգերից է ու երգի տարբեր ձևի մոտեցումներ կա, իրականում բոլորը հենց շատ խրոխտ են իրեն կատարում, ազգագրական։ Ես այս երգը քանի որ երեխաների մասին էր, ես պատկերացնում էի, որ ինքը պետք է նուրբ լինի, որովհետև երեխաներին կանչում է, ասում է, նայեք ովքեր են ձեր նախնիները, դուք բանաստեղծից եք եւ այլն։ Ոնց որ ես պատկերացնում էի, որ պետք է ինքը շատ հենց նուրբ ձևով լինի ու այդ ձևով փորձել ենք ցույց տալ եւ տեսալովակում եւ նվագածում։ Մենք ինչ-որ բան անես։ Տղաներ, ինչ է ձեր համար սա, ինչ եք զգում, կամ ինչ զգացիք, սա ձեր առաջին տեսահոլովակն էր։ Առաջին բալիկը ծնվեց։ Բալիկների մասին։ Դժվար էր, դժվար process էր ընդհանուր, ոնց որ շատ աշխատանք արվում 3 րոպեում, այդ ամեն ինչը ցուցադրվում։ Կյանքն է այդպես։ Հա, բայց հետաքրքիր էր լիքը մոտեցումներով, ինչ որ լիքը բաներ ենք փոխել ընթացքում, ավելացրել, պակասացրել։ Վերջը հետաքրքիր բուրըն կյանքով եք ապրել։ Սմբա, մի բան դուք ասեք, ձեզ գտել են, որ ոչ միայն նվագի, այլ էլ խոսեք։ Մի բան ասեք։ Դժվար անցել։ Լսեցիք Սմբատի ձայնը։ Դժվար process-ով ենք անցել, թե ցայնագրությունները, թե վիդեոյի նկարման տեսահոլովակի բանը։ Բայց հետաքրքիր էր։ Այո։ Դու եկավ ձեզ։ Բայց ինձ հետաքրքիր էր ու բալանսը ոնց եք պահում, որովհետև դժվար է արձագանքները շատ պարտավորեցնող են, երբեմն լինում է ասում, ինչու եք այսպես գործիքավորել ամեն Ես մի պատմություն կարող եմ պատմել։ Դրա մասին մի պատմություն կարող եմ պատմել։ Մենք գնացինք վերջերս Բարձունք, եթե գիտեք այդ տեղի մասին, այո։ Ու բոլորը նստած էին ակունքի հիմնադիրներ նստած եւ մենք այս երգը կատարում էինք ու ճիշտ ասած իմ մոտ շատ sense այդ նույն ռեակցիան, այո, վախը կար, որ հիմա վերջում գալու են ասեն, այս ինչ է կարել մեր ժողովրդական երգերով պապիկները։ Այո, բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը եւ այդ մարդը Մեր պապերի Եվ այդ մարդը եկավ ասեց շատ շնորհակալ ենք, որ դուք փորձում եք այս երգը նույնիսկ երիտասարդներին հասանելի Եվ սա շատ կարևոր է եւ նույն խումբը շատ կարևոր գործողություն է զբաղվում։ Ես խնդրում եմ անպայման մեզ էլ ուղարկեք, մեզ այսինքն ռադիովանի, որ մենք էլ մեր եթերում ունենք տեսահոլովակը, ոչ այլ աուդիո տրեկը։ Շնորհակալություն, սպասում ենք ձեզանց նոր տեսահոլովակներ, այս տեսահոլովակը գտավ իր տեղը իր տունիկը նաև Շանթում եւ բարբերաբար մեր եթերում կլինի առավոտյան եւ ոչ միայն մեր եթերում։